Արագաշ սրճարանում Պապլավոկում իրեն ասել են իր կուրսեցին ասել է պրիվետ Ռոբ, որից հետո Քոչյանի թիկնապահը վերջինիս սպանել է ծեծելով սպանել է Արագաշ սրճարանի զուգարանում եւ ասուլիսում փաստորեն ինքը ասեց, չէ, դե ես չեմ նեղվում Ռոբից եւ դե սպանել է, բայց դե հա ես ինչ կապ ունեմ։ Բայց ինքը այս թեմայով ուրիշ բան ասել է ժամանակին։ Բայց ինքը այս թեմայով 2000-ականների նախագահ ժամանակ իդեպ ցանկացողներ կարող են գտնել AMEC+-ը հայտնի շարք ունի օրացույց, երբ որ նախկին ժամանակների լուրերը այսպես ցույցատարեց, թե այդ օրը կոնկրետ ինչ իրադարձություններ են տեղի ունեցել եւ այնտեղ կա դրվագ, որ Քոչյանը ասում է, եթե այդ մարդը նկատի ունի սպանված Պողոս Պողոսյանը կենթանի լիներ, ես այլ բաներ կասեի այդ առնչությամբ։ Ասելու բան կունենայի։ Եվ այստեղ հարց առաջանում, բայց եթե ինքը չի նեղանում Ռոբից եւ ընդհանրապես ինքը այդ սպանության հետ կապ չունի, չնայած տարօրինական ասկավամարտ կապ չունենա սպանության հետ, եթե սպանողը իր թիկնապահն է, բայց եթե չէր նեղվել, բա այդ ինչ այլ ասելիք ուներ։ Անչափ հետաքրքիր է։ Բայց ես կարծում եմ դա Քոչյանի ամենափոքր մեղքերից մեկն է։ Հա, չէ, սպանությունը իր ամենափոքր մեղքերից մեկն է։ Հա, որովհետեւ հետո դրանից հետո շատ ավելի մասսայական բնույթ կրեց նրա այդ շարքը դաժանությունների։ Ամենայն դեպս ըստ Միեդ հրապարակված վերջին վճռի Ռոբերտ Քոչյանի նախագահության ժամանակ պետությունը մեղավոր է մարդկանց սպանության մեջ։